Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-ի Մալիքի եթերում այսօր բանավաճ է։ Բանավիճելու են Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը եւ Ազատ քաղաքացիներ հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերի 9-ին լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը։ Պատերազմից 5 տարի անց, պարոն Խուրշուդյան, սկսենք ձեզանից, ինչ ունենք, ինչ իրավիճակ է Հայաստանի շուրջ անվտանգային առումով։ Շատ ծանր փուլ անցանք եւ այն որ հիմա նոյեմբերի 9-ը փոխարինվել է օգոստոսի 8-ով, իհարկե ավելի հուսադրող է, որովհետեւ օգոստոսի 8-ը կնքվել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ, իսկ նոյեմբերի 9-ը Ռուսաստանի։ Այստեղից բխող բոլոր հետևանքները, որը բոլորիս համար տեսանելի է։ Նոյեմբերի 9-ով մենք ունենք կորուստներ, օգոստոսի 8-ով ունեցանք ձեռքբերումներ։ Գոնե ինչ որ կայունացում, խաղաղության հնարավորություն, որը որ վերջնական ստորագրումից հետո ել ավելի կմեծանա այդ հնարավորությունը, հասկանալի է, որ ոչ մի փաստաթուղթ ինքնին չի ապահովում խաղաղությունը, բայց դրան մոտեցնում է, որովհետև ել եմ ասում, Միացյալ Նահանգների միջնորդությունը ուղեկցվում է նաև ներգրավմամբ։ Միացյալ Նահանգները, այսինքն ոչ միայն ինքը միջնորդեց նաև Տրամպը այսպես խաղաղության դափնիներ ստանալու համար, այլ նաև ինքը շարունակեց դեռ Բայդենի օրոք մեզ հայտնի այն ծրագիրը, որով Միացյալ Նահանգները պետք է մուտք գործեր տարածաշրջան, այստեղ լոգիստիկ շղթաների, ճանապարհների վրա իր ազդեցությունը տարածելու համար, այդ մասին խոսել է Օբրայենը, երբ որ 24 թվականի դեկտեմբերին եկել էր եւ ուրեմն Հայաստան եւ Ադրբեջան եւ այն ժամանակ Ալիևը մերժեց 23 թվականի դեկտեմբերին Ալիևը մերժեց այդ առաջարկը, որով պետք է ճանապարհները, գազատարները, նավթատարները անցնեն Ադրբեջան-Հայաստան Թուրքիայով, բայց պայմանը իհարկե խաղաղություններ եւ կայունացումը, այն ժամանակ Ալիևը դեռ հույսեր ուներ, որ պետք է Ռուսաստանի հետ միասին եւ Ռուսաստանի աջակցությամբ Զավթի Հայաստանի մի հատվածը եւ այդտեղով միջանցքից անցկացնի։ Հիմա բարեբախտաբար այդ միջանցքի գաղափարը դուրս է եկել եւ բոլոր պայմանագրերում նշվում է հենց ճանապարհը, տվյալ դեպքում TRIP անունով արդեն։ Դա կարևոր նվաճում էր Հայաստանի համար, որտեվ ըստ էության մենք բավականին այսպես թուլացած դիրքերում ենք եւ այն որ դրան կարողացանք հասնել, ելի Միացյալ Նահանգների արևմուտքի ներգրավման շնորհիվ էր։ Դուք այս երկու փաստաթղթերից առավել Հայաստանի համար նպաստավոր համարում եք օգոստոսի 8-ը։ Իհարկե, միանշանակ։ Դուք, պարոն Խզմալյան, արդյոք կան ձեզ համար տարբերություններ եւ որն է ըստ ձեզ առավել նպաստավոր Հայաստանի համար։ 5 տարի առաջ ես ռազմաճակատից եկա տուն եւ ասացի կնոջս սիրելիս դու ես հիմա պահելու տունը ընտանիք, ես այլևս ոչ մի բանով բացի քաղաքականությունից չեմ զբաղվելու, որովհետեւ միակ բանը ինչ կարելի անել, որ այդպիսի աղետը չկրկնվի եւ մեր երեխաները, մեր թոռները չճաշակեն այս դառը բաժակը, դա Հայաստանի Եվրամիության անդամակցումն է։ Անցավ 1 տարի, սկսվեց արտախորհրդարանական երկխոսությունը եւ մենք մտանք որպես կուսակցություն Հայաստանի եվրոինտեգրման օրակարգով։ 3 տարի անց Հովսեփն ու ես մի շարք գործընկերներով մենք նախաձեռնեցինք ստորագրավակը, համոզվեցինք, որ 1 ամսում 50-ից ավել մարդ ստորագրեց եւ 50,000 մարդ, այո, եւ ակնհայտ էր, որ 60 իրականում 60,000 ստորագրեց, 50 կա պահանջվողներ։ Այո, ընդ որում ինչու էր պահանջվող, շատ հետաքրքիր է, որ գետ 1 падգամավոր չգտնվեց խորհրդարանում, որը մեր խնդրանքը, պահանջը եւ ժողովրդի այս կամքը ներկայացներ քվեարկությանը եւ ըստ օրենքի մեզ անհրաժեշտ էր 50,000 ձայն քաղաքացիներ, որոնք հավասար էին ըստ օրենքի 1 падգամավորի ձայնի, ինչու այդ թիվը առաջացավ, բայց բոլորս գիտենք եւ վարչապետը նույնպես հետո ասաց, որ չի կասկածում, որ 300,000 էլ մենք կարծում ենք ավել ձայներ կհավաքեր այդ նախագիծը եւ փաստորեն կուսակցության օրակարգից ծրագրից սա դարձավ մի պահ պետության քաղաքականություն։ Կա երկար հետաքրքիր մի պատմություն, թե ինչպես եւ ինչու, չնայած որ քաղաքացիական
պայմանագիրը եւ ընթացքում եւ դրանից առաջ եւ դրանից հետո դիմադրում էր օրենքի ընդունմանը այնուամենայնիվ հիմնականում արտաքին իրավիճակի սրման պատճառով Եվրոպայում հաղթում են աճ ուժերը Միացյալ Նահանգներում վերընտրվեց Թրամփը եւ մի պահ մոլորված եւ ապակողնորոշված Հայաստանի իշխանությունը որոշեց, որ օրենքը պետք է ընդունել, թեև վերապահումները ես չավարտեցի, եթե թույլ տաք, դուք հարցրեցիք, ես հիմա վերադառնում եմ այդ հարցին։ Եվ հիմա, որպեսզի ժամանակը չվատնեմ, իմ խորին համոզմամբ 25 թվականի այս տարվա մարտի 26-ին ընդունված օրենքը, որը չի կատարվել, այսինքն օրենքը Հայաստանի եվրոինտեգրման մասին, անդամակցության մասին, արդեն հաշված օրեր եւ շաբաթներ անց Հայաստանի իշխանությունները սկսեց բոլորովին այլ գործընթաց, որը գնում էր ճիշտ հակառակողությամբ եւ ես չեմ կիսում իմ լավ ընկեր եւ նախկինում նաեւ համախոհ, մենք հիմա տարբեր տեսակետներ ունենք այս հարցում։ Հովսեփ Ռուշոդյանի առայն որ մենք ինչ որ նվաճում ունեցանք օգոստոսի 9-ին վերջին ամեն օր եկող նորությունները եւ վերջին զարգացումները ապացուցում են, որ օգոստոսի 8-ը, փաստորեն վերադարձրեցին մեզ նոյեմբերի 9-ի 20 թվականի նոյեմբերի 9-ի իրավիճակին։ Կրկին մենք ռուսական գաղութ ենք, կրկին ռուսական վերահսկողությունն է մեր երկրի վրա, որին Փաշինյանի ջանքերով ճանապարհին ռուսներն են կանգնելու օգոստոսի 8-ով։ Ոչ թե կանգնելու են, իրենք կանգնած են, ոչ միտեղ չգնացին։ Ես վերջերս Սյունիքում եմ, դուք եք Սյունիքում, դուք գիտեք, որ եւ փշալարերը եւ ուղեկալները ռուսական են։ Այնտեղ միայն մի ԿՊՊ-ից ռուսները դուրս եկան եւ վերջինը Փաշինյանի սխալների պատճառով ռուսական վերահսկողությունը ավելացավ նաեւ Ադրբեջանի եւ նաեւ Թուրքիայի ազդեցությունը։ Սա է տարբերությունը, մնացածը փաստորեն ցավոք սրտի մնաց նույնը, կրկնում եմ, իշխանությունների կոպիտ սխալների պատճառով։ Դուք տեսնում եք խնդիր պարոն Խուրշոդյան եւ արդյոք կա ռուսական ազդեցության մեծացում օգոստոսի 8-ից հետո ինչպես պարոն Խզմալյանը Եթե պարոն Խզմալյանը հղումանի թե որտեղ է ինչ փաստաթղթով է երևում որ պետք է ռուսները ճանապարհին կանգնեն ոչ թե սահմանին որտեղ դեռ դուրս չեն գալիս այլ ճանապարհին ես գուցե ուրեմն ներողություն խնդրեմ որ դրական ինչ որ արձագանքել եմ որևէ տեղ ես ոչ միայն չեմ տեսել ռուսական որևէ ներկայություն այդ ճանապարհին, որ փաստաթղթերով ամրագրված լինի, ավելին ես նաև չեմ տեսել, որտեղ թուրքական ինչ-որ ազդեցություն պետք է լինի։ Այդ թուրքական ազդեցության մասին էլ կուզենամ մի երկու բան ասել։ Ես թուրքակ մի երկու բան ասեմ։ Նախ ես չեմ հավատում թղթերին, փաստաթղթերին։ Բայց ինչին եք հավատում։ Ես հավատում եմ աչքերից եւ փաստերին։ Փաստերը այն են, որ սահմանը եւ ճանապարհը դա նույն տարածքն է եւ երբեմն իրենք մի քանի մետրի տարբերությունն են, այսինքն եկեք չխաբենք իրար, որ փաստաթղթերում դա չկա։ Դա կա հողի վրա, ինչպես ասում, սա մեկ։ Երկրորդը այն որ ռուսները դուրս չեն եկել ավելին։ Մենք վերջին օրերին լսում ենք, որ սկզբից Օվերչուկը ասաց, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել ավելին։ Անմիջապես օգոստոսի 8-ից հետո երրորդ իսկ օրը վերադառնալով Հայաստան Փաշինյանը շատերիս համար անսպասելի այն ժամանակ հայտարարություն արեց, որ ուրախ կլինի, եթե ռուսական ներդրումները լինեն այդ տրիպի Թրամփի անվան ճանապարհի մեջ։ Եվ հիմա մենք արդեն տեսնում ենք, որ եւ ռուսական երկաթուղին է այնտեղ, եւ Ադրբեջանը դրան համաձայն։ Միաժամանակ երկաթուղին ռուսական մասնակցելու այդ ճանապարհով ապագա երկաթուղի կառուցմանը, այո։ Եվ դա ասված է ամենաբարձր մակարդակով։ Եվ փողվարջ, ինչ Որտեղ ասված, որ ռուսական երկաթուղին մասնակցելու հենց Մեղրիում այդ երկաթգծերի կառուցումը, այո, եւ կառուցմանը, եւ ներդրումներին, եւ շահագործմանը դա ասված է առնվազն Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի կողմից եւ հաստատված է նաեւ Հայաստանի կողմից, որ Փաշինյանը բոլորին վերջերս 2-3 օր առաջ ասաց, որ շատ ուրախ կլինի, եթե ռուսները դրան մասնակցեն։ Սա մեր։ Շատ ուրախ, ես էլ կարող ասեմ, որ շատ ուրախ կլինեմ, բայց իմանալով հաստատ, որ ոչ մի այդպիսի բան հնարավոր չի, քանի դեռ դա ամերիկյան կոնցեսիա լինելու հայ-ամերիկյան։ Ուրեմն հայ-ամերիկյան կոնցեսիայի մասին եկեք չխոսենք, մինչև դա չիրականացավ, առավելևս որ դա մասնավոր ընկերություն է եւ դրա բովանդակությունը ոչ ձեզ, ոչ ինձ հայտնի չէ։ Մենք շատ լավ գիտենք, որ մասնավոր ընկերությունները կարող են շատ խայտաբղետ, հատկապես ամերիկյանը, ունենան եւ ազգային կազմ, եւ քաղաքական, եւ գաղափարական, եւ մնացած։ Ինչ ազգային կազմ։ Այն, որ մենք ասում ենք ամերիկյան ընկերությունը, ում է ծառայելու այդ
թղթի վրա ամերիկյան ընկերությունը Այսինքն մենք պետքա պարտադիր վաթարագույնի մասին վստահ լինենք, որ վաթարագույնն ալնելու։ Ազգային կազմ նկատի ունեք Թուրքիայի, հա։ Ում նկատի ունեք։ Օրինակ պակիստանցիները, ոչ անպայման թուրքերը։ Անպայման վատ պետք է լինի, կամ պակիստանցի, կամ թուրք։ Ամերիկացի չի կարող լինել ոչ մի դեպքում։ Պարոն Խուշուձյան, ամերիկացիները նույնպես կարող են լինել, եւ ամերիկացին դա ազգություն չի, դա անձնագիր է, դուք էլ կարող եք ամերիկացի դառնալ, Քաղաքական ազգ է դա։ Այո, Քաղաքական ազգ։ այո, եւ օրինակ Մամդանին էլ է ամերիկացի, բայց ընդգծում են, որ նա իրականում իմիգրանտ է, բայց շատ բան են անում։ Ինքը սպասարկում ամերիկյան շահերը։ Դուք շատ կարևոր բան ասացիք։ Դուք ասացիք, որ չեք տեսնում դրա ապացույցները եւ որ դա իմ տեսակետից վաթարագույն տարբերակն է։ Ուրեմն ենթադրություններ։ Վաթարագույն ենթադրություններ։ Ուրեմն ասեմ ձեզ, դուք հասարակական գործիչ եք եւ ես հիանում եմ ձեր հասարակական գործունեությունը։ Ես քաղաքական գործիչ եմ։ Քաղաքական գործիչը պարտավոր է, դա մեր ուղիղ պարտականությունն է նկատի առնել վաթարագույն տարբերակներ եւ պատրաստվել վաթարագույնը որպես իրականություն եք ներկայացնում, դա է խնդրեմը։ Ոչ, դուք հիմա ձեր եւ իմ արժեվ բաժակներ են կանգնած եւ դուք վերադառնում եք հին դպրոցական կատակին, որ ձեր բաժակը կիսով չափ դատարկ է, իմ բաժակը կիսով չափ լիքն է կամ հակառակը։ Ես ասում եմ, որ այն ինչ մենք ստացանք եւ այն ինչով հղի է այս ամենը, նկատի առնելով աշխարհակաղակական ազդեցությունը եւ աշխարհակական զարգացումները, այն ինչ հենց հիմա կատարվում է ոչ միայն այնտեղ, այլ նաեւ աշխարհում։ Վերջերս օրինակ Կենտրոնական Ասիայի ղեկավարների Միացյալ Նահանգները այդ ամենը մեզ համար այդ ամենը հաստատում է, որ Միացյալ Նահանգները մտնում է տարածաշրջան։ Ոչ մի լավ բան մեզ դա, ոչ թե Ամերիկայի մուտքը։ Ես շատ հորետեսորեն եմ վերաբերում ձեր հայտարարությանը, որովհետև չեմ հավատում, որ դրանով Միացյալ Նահանգները մտնում են ավելին, երբ որ Միացյալ Նահանգները տեսնեն ով է իրական շահառուն այս գործարքի, իսկ շահառուները 3-ն են՝ Թուրքիան, Ադրբեջանը եւ Չինաստանը։ Միացյալ Նահանգները, որոնք հայտարարել են ուղիղ, որ Չինաստանը իրենց աշխարհակաղակական միջև մա չէին հասկանում, իրենց խափել են եւ իրենք Չինաստանի շահերն են սպասարկում։ Դեռ Բայդենից սկսած Երբ որ այս ճանապարհի հարցերը ուզում են լուծել։ Ճանապարհների հարցերը Բայդենը չէր լուծում։ Այս ճանապարհը չստացվեց։ Իրականում մենք բոլորովին այլ ճանապարհ ունենք հյուսիս հարավ եւ այդ ճանապարհն է, որ մեզ պետք է փրկել։ Սպասեք հələ հեսա կգանք հյուսիս հարավին։ Այս արևմուտք արևմուտքը ուզում եք ասեք, որ Միացյալ Նահանգներում չինական գործակալներն են իշխում եւ իրենք սպասարկում են Չինաստանի շահերը։ Ես ասում եմ, որ Միացյալ Նահանգների նախագահը, որը շփոթում է Հայաստան, Ալբանիայի, իսկ Ադրբեջանը Կամբոջայի հետ, շատ հանգիստ կարող է շփոթել նաեւ թե Այսինքն Միացյալ Նահանգների նախագահն է միանձնյա բոլոր որոշումները կայացնում։ Շատ լավ գիտեք, որ Թրամփի օրոք շատ ու շատ որոշումները կայացնում է միանձնյա Թրամփը այդ ճանապարհի տեղը նույնիսկ չգիտեր, երբ որ իրան բերել են այդ փաստաթղթերը դեմը դրել են, դա Բայդենի փաստաթղթերն են, Բայդենի օրոք մշակած փաստաթղթեր են։ Ես չեմ խոսում Բայդենի, թե Բլինկենի, թե Օբրայենի, թե Թրամփի փաստաթղթ։ Ես ասում եմ մի բան, այն փաստաթղթերը, որոնք հիմա հիմքում դրված են եւ այն ինչ կատարվում է այդ փաստաթղթերի հիման վրա, դա շատ վտանգավոր զարգացում է Հայաստանի համար։ Պարոն Խզմայլյան, ամփոփելով այս հատվածում ձեր մտահոգությունները ինչ փաստեր դուք ունեք զուտ քաղաքական այն ոչ նոր ներկայացնում էիք, ասում էիք որ հղում խնդրեցի անեք էլի ռուսական զորքերի ներկայության եւ ռուսական զորքերի ներկայության համար հղում պետք չէ, պետք է գնալ ճանապարհին, չէ, մի րոպե, ներողություն։ Եկեք պայմանավորենք, ուրեմն երբ որ պայմանագրային իրավական ինչ որ բազա է ստեղծում որևէ բանի, այդ ռուսական զորքերը որ ասում եք հիմա այնտեղ ՖՍԲ-ն որ կանգնած է սահմանին հայ-իրանական, իրանք օթից չեն կանգնած, ոչ էլ որ ասում եք աչքերին եմ հավատում, այլ ոչ թե փաստաթղթերին, իրենք աչքերին հավատալով չեն եկել, փաստաթղթերի հիման վրա են այնտեղ կանգնած։ Եվ այդ փաստաթղթերով իրանք որևէ լիազորություն ճանապարհ վերահսկելու չունեն։ Իրանց միակ լիազորությունը սահմանը վերահսկելն է։ Ընդ որում անցած տարվա հունվարի 1-ից, թե այս տարվա հունվարի 1-ից, ըստ պայմանավորվածության Նիկոլ Փաշինյանի եւ Պուտինի համատեղ վերահսկողության է անցնում, ել չեմ խոսում նրա մասին, որ եթե խոսքերին եք նաեւ հավատում եւ աչքերին, Փաշինյանը հերոստատեսությամբ ձեր աչքերին նայելով ասեց, որ մենք ամբողջությամբ դա ժամանակի ընթացքում վերցնելու ենք մեր վերահսկողության տակ։ Փաշինյանին, ես Փաշինյանին չեմ հավատում։ Դա է։ Մի րոպե, աչքերին էլ չեք հավատում, փաստորեն։ Փաստաթղթերին չեք հավատում, աչքերին չեք հավատում, ինչին եք հավատում։ Դուք հավատում եք Փաշինյանին։ Դուք հավատում եք Փաշինյանի աչքերին, ես չեմ հավատում։ Ես փաստաթղթերին եմ հավատում, դուք եք աչքերին հավատում։ Ըստ փաստաթղթերի Ռուսաստանը երբեք չպետք է հարձակվեր Ուկրաինայի վրա, որովհետև 94 թվականին, թե 97 թվականին Բուդապեշտում հատուկ երաշխիքներ է։ Հա, բայց դա չի նշանակում, որ
բոլոր պայմանագրական բազաները պետքա վերացնել, որտեղ անիմաստ են։ Ես չեմ ասում, որ դա պետք է վերացնել։ Ես ընդհանրապես ասում եմ, որ այդ փաստաթղթերը երբեմն խախտվում են, այո։ Ոչ երբեմն են խախտվում։ Մեր դեպքում իրենք խախտվում են անընդհատ։ Ինչպես խախտվեց, մենք սկսեցինք պատերազմից։ Բա ինչ է կառաջարկում։ Պատերազմի ընթացքում մենք հույս ունենք, որ ըստ փաստաթղթերի լավ, եթե դուք աչքերին եք հավատում, իրար աչքերին նայելով պայմանավորվում են ավելի լավ է, քան փաստաթղթ ստորագրեն։ Եթե ՀԱՊԿ եւ Ռուսաստանը մինչեւ հիմա Հայաստանի սահմանը չեն գտնում, չեն ճանաչում, ապա որևէ բանին Ռուսաստանին հավատալ ես ոչ մի հիմք չունեմ։ Դուք հղում եք ուզում։ Ես ասում եմ, հղումը այն պատերազմն է, որից մենք սկսեցինք մեր խոսակցությունը։ Որ ասում եք, որևէ բանի Ռուսաստանին հավատալ։ Հիմա տեսեք, եթե Ռուսաստանի շատ կայաններ հայ-ադրբեջանական սահմանից հանվում են, հետո Զվարթնոցից հանվում է, հետո Մեղրիի կայանից հանվում է։ Հիմա հավատանք, որ հանել են, թե քանի որ դուք չեք հավատում, չհավատանք։ Ասենք որ իրանք այնտեղ կանգնած են 20 հոգի հանվել է Զվարթնոցից, 20 հոգի 18 հոգի քանակը դա քաղաքական եւ անվտանգային ներկայություն է եղել, հանվել է։ Կապ ունի այն, որ 102-րդ բազան ոնց որ կանգնած է, որ FSB-ի զորքերը կանգնած են, մի վարքյան։ Ամեն ինչ մի օրում չի լինում, որ այս տարի ես ողջունում եմ ձեր մաքսիմալիզմը, բայց ամեն ինչ մի օրում մի տարում հնարավոր չի։ 7 տարում էլ հնարավոր չի, ես հասկանում, բայց այս տարի 2025 թվականին ընդամենը 1 ամիս առաջ մենք կարդացինք, որ ազգային անվտանգության ծառայությունը իր երիտասարդ սպաներին վերապատրաստման նորից ուղարկում է։ Այդ ես եմ գրել եւ ես եմ քննադատել, որը դուք իսվել եք, շատ ողջունելի է։ Ոչ միայն դուք եք գրել, դա փաստաթուղթ է։ Հա, փաստաթուղթ հետ եմ, չէ, ես եմ առաջինը ահազանգել, բարձրաձայնել։ Ուրեմն եթե դուք դա տեսնում եք, դուք չեք հավատում ձեր աչքերին։ Չէ, ես միայն դրանով եկեք պատկեր ամբողջական վերցնել, ամբողջականը գիտեք որն է։ Չէ, ասեմ, չէ, դուք տվեք ասեմ։ Որ երկաթուղին պատկանում է Ռուսաստանից, գազը պատկանում է Ռուսաստանին, հոսանքը պատկանում է Ռուսաստանին։ Վերապատրաստման մասին ենք խոսում։ Վերապատրաստումը այդ ԱԱՑ-ի ուրեմն խողովակներով Ռուսաստան որ տանում են, միաժամանակ բանակը արդեն դադարեցրել է 2 տարի է դադարեցրել է։ Դա էլ նոր եմ իմացել, թե չէ, էլի կհրապարակի։ Դադարեցրել է որևէ մի զինվորականի կամ սպայի վերապատրաստումը Ռուսաստանում։ Դա էլ է Ռուսաստանի համար արվում։ Պետք է երջանիկ լինենք, որ բանակը, ռուսական բանակը, որը ամեն ինչ արել է մեր պարտության համար, հիմա մենք Ես չեմ ուզում էմոցիոնալ դաշտ տանել, երջանիկ լինենք, երջանիկ չլինենք, ես փաստ եմ ասում։ Փաստ եմ ասում։ Հիմա լավա թե վատ։ Լավա դա թե վատ։ Դրա մասին պետք է դրա դրվատանքով արտահայտենք, թե դա անտեսենք։ Դուք տեսնում եք 20 հոգի եւ չեք տեսնում 2.5 հոգի։ 20 հոգի, որը դուրս են եկել Զվարթնոցից։ Հայ-ադրբեջանական սահմանի քանի հենակետա ունեցել Ռուսաստանը։ Ու քանի մարդ է կանգնած, այո, հայ-ադրբեջանական սահմանը։ Հայ-ադրբեջանական սահմանին Ռուսաստանը երբեք ոչ մի 27 հենակետա ունեցել 200 հոգուց ավել։ Դա ուղեկալներ էին եւ իրենք չկան, որովհետեւ եվրոպական խաղաղ դիտորդները մտան, որոնց Փաշինյանը հիմա ընդամենը մի քանի օր առաջ առաջարկում է հեռանալ։ Ես չեմ խառնում։ Ես ասում եմ, որ Փաշինյանը դուրս է բերում եվրոպական դիտորդներին, բայց պահպանում է ռուսական բանակը սահմաններին։ Ես վերադառնում եմ 27 հենակետով հանեց։ 27 հենակետը եվրոպացի դիտորդները եկան հանեցին իրենց։ Մի շփոթեք, իրենք երբեք սահմանապահ չէին, այնտեղ ուղղակի ուղղակալներ էին։ Ես չեմ ասում սահմանապահ, հա, ուղղակալ մեր անվտանգության վնաս էր, թե չէ։ Իրանք բերեցին նրան, որ նաև մեր որոշ հենակետերում իրանց դավաճանության պատճառով մենք զոհեր ունեցանք։ Խնդիր էր դա մեր համար անվտանգային, թե չէ։ Դա եղավ 2 տարի առաջ, որից հետո ոչ մի նման զարգացում տեղի չունեցավ։ Ավելի կրկնում եմ, դա մեր համար անվտանգային խնդիր էր, թե չէ, որ ռուսական հենակետերը ուղեկալները կանգնացին հադրբեջանական սահմանին։ Մինչև հիմա մահաբեր է, ոչ թե օգտակար է։ Մահաբերը այն, որ ռուսական բանակը մինչև հիմա կանգնած է։ Էլի մի խառնեք հերթով, միած սրա մասին եմ խոսում։ Միած սա ավարտենք նոր։ Ես սրա մասին եմ խոսում, դուք ասում եք ռուսական բանակը։ Մենք 7 տարի 27 հենակետերի հանելը ով արեց։ Դուք Եվրոպացի դիտորդները եկան իրենց հանեցին։ Դա էր պայման։ Եվրոպացիները գալիս են, երբ որ ռուսական բանակը դուրս է գալիս։ Եվրոպացիներին ով բերեց։ Իրանք իրանցով եկան գրավեցին։ Նիկոլ Փաշինյանը իշխանություններ դեմ էին, իրանք եկան գրավեցին։ Եվրոպացիները եւ ամերիկացիները եւ պատերազմի ժամանակ են առաջարկում գալ սկանդինավյան խաղապահներ բերեն։ Հիմա էլ գնացիք սկանդինավա, ուրիշ բանի մասին եք խոսում։ Ուրիշ բան չի։ Հայ-ադրբեջանական սահմանի մասին է խոսքը։ Դուք ուզում եք համոզել, որ Փաշինյանը ամեն ինչ անում է ճիշտ ժամանակին, լավ, ես ասում եմ, որ դրա արդյունքները հակառակն բերեցիք այն հաստը որ ես եմ բարձրաձայնում, երբ որ սխալներ եմ տեսնում, այդ թվում Փաշինյանի արածների մեջ։ Բայց չի նշանակում, որ երբ որ դրական բաներ է արվում, պետք է դա չտեսնել, անտեսել, մանիպուլացնել
երբեմն նույնիսկ կեղծ է։ Մենք պայմանավորվել ենք, հարգելիս, միասին ենք պայմանավորվել 22 թվականին, որ եթե Հայաստանի իշխանությունները տանում են դեպի եվրոինտեգրացում, մենք այդ հարցում իրենց աջակցում ենք եւ անազնիվ է այդ հարցում լրիվ հակառակը հիմա անել, պատճառ բռնելով ինչ որ բաներ, puzzle-ներ փոքր։ Իմ ասածը, որ 8 ամիս շարունակ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անում են ճիշտ հակառակ ուղղությամբ։ Իրենք ամեն ինչ անում են հեռանալու եւ հեռացնելու Հայաստանը։ Ինչով են հեռացնում, որ մեր վերած օրենքը բան արեցին ազգային ժողովում ընդունեցին, դրանով են հեռացնում։ Նրանք ընդունեցին, որովհետեւ արտաքին Պաստորեն իրադարձությունները ամեն ինչ որ անում են ստիպված են անում։ Եթե թույլ տաք ես ավարտեմ։ Արդեն հունիսի 14-ին մեկնելով Փարիզ Բրյուսելից մենք ակնկալում ենք, որ մեկնած Փաշինյանը, որին ընդունել են եւ Մակրոնը, եւ Կոշտան, եւ ֆոն դեր Լայնը հայտ կներկայացնի։ Նա հայտ ներկայացրեց, բայց ոչ թե Եվրամիության անդամակցության, այլ Շանհայյան կազմակերպության, որը բացառում է մասնակցությունը Եվրամիությանը եւ հերթական դրա բոլոր զարգացումները տանում են մեզ ճիշտ հակառակ ուղղությամբ եւ այն որ Ռուսաստանի ունենք որ ոչ մի տեղ էլ Շանխայանում մեզ չեն ընդունել որովհետեւ Պակիստանը բարեբախտաբար մեզ արգելակեց ամենայն դեպս դա փաստ է իսկ այն որ Եվրամիության անդամակցության հայտ արդեն պետք է ներկայացնեն Արադ Միրզոյանն ասում դա էլ է երևի ռուսների պահանջով կամ ռուսների համար արդյոք 2006 թվականին այդ հայտը պատրաստում էր տալ նաեւ Ռոբերտ Քոչարյանը 2013 Եվրամիության անդամակցության հայտը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հունիսի 13-ին ես կարող եմ դες ցույց տալ փաստաթուղթ Պարոն Նայք, վերադառնալով օգոստոսի 8-ին, դուք համարում եք խնդիրներով պայմանավորվածություն Վաշինգտոնյան համաձայնությունները, պարոն Խզմալյան, ձեր առաջարկը ո՞րն է, պետք է Հայաստանը հետ կանգնի այդ փաստաթղթից։ Իմ առաջարկն է այն, որ Հայաստանը պետք է շարունակեր եւ հիմա էլ պետք է շարունակի Հյուսիսարավը, որը Եվրամիության առաջարկն է, որը դեռևս 10 տարի առաջ էր ձևավորվել, որի համար մեկ անգամ միլիարդից ավել եվրո էր տրվել Հայաստանին, որը Սերժ Սարգսյանի օրոք կերան, ընդ որում Մոսկվայի ուղիղ հրահանգով, առանց Մոսկվայի համաձայնության միլիարդներ չեն ուտում, երկրորդ անգամ նույն միլիարդը հասավ Հայաստան եւ հիմա ես ասում եմ, որ այս Չարաբաստիկ Թրամփի անվան Զանգեզուրյան միջանցքը, որը չեն ամաչում այդպես անվանել ոչ միայն Ալիև, այլև Միացյալ Նահանգներում, այլև Ռուսաստանում, այլև Ղազախստանում, այնտեղ ասում Թոմաս Բարակը օրինակ Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը նա էր առաջինը դա ասել։ Եվ միանգամից ուղեցին, Եվ այդ 40 կիլոմետրանոց, 42 կիլոմետրանոց միջանցքը հակասում է եւ աշխարհակահաղական եւ տնտեսական եւ գաղափարախոսական եւ քաղաքակրթական առումով Հյուսիսարավի ամբողջ տրամաբանությանը դա ընդ որում եղել էր այն պահին երբ որ Իսրայելը մեծապես շահագրգռված էր Իրանի մեկուսացմանը Հայաստանից այդ բանում բայց դրանից հետո տեսնելով որ շահառուն հանկարծ Թուրքիան եւ Ադրբեջանը Իսրայելը փոխեց իր դիրքորոշումը եւ երկու կարևոր քայլեր արեցին Իսրայելը Մենք չենք կարող հիմա հրաժարվել դրան պետք չէր այս ձևով համաձայնել ոնց էր պետք համաձայնել ես դա էլ եմ ասում այն որ Հայաստանը մինչեւ օգոստոսի 8-ը պետք է տար հայտ Եվրամիությանը դա կնշանակեր, որ ինչպես Ուկրաինայի հետ Սպիտակ տուն եկան 5-6 նախագահներ, իհարկե Փաշինյանի հետ 5-6 նախագահ չէր գա, բայց Փաշինյանի հետ Սպիտակ տանը ոչ թե Ալիևը եւ Թրամփը կլինեին դեմ դիմաց, Փաշինյանի հետևը կլիներ Եվրամիությունը, որի անդամակցության հայտը կտար Հայաստան եւ այն որ Հայաստանը գնաց Հանձինես Փաշինյանի դեմ դիմաց Թուրքիայի Ադրբեջանի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների մենակ, միայնակ բերեց նրան, որ մենք այստեղ մեկուսացված ենք եւ շատ թույլ վիճակում ենք մինչեւ հիմա։ Պարոն Խոշոյան, արդյոք անդադ կրկնում է մեկուսացում է օգոստոսի 8-ը։ Բաներ է կրկնում, որը որ ցավոք սրտի, օրինակ Զանգեզուրի միջանցք եզրույթը, դա Ալիևի ստեղծագործած եզրույթն է, որ անդադ Ալիևն է կրկնում, այստեղ էլ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են կրկնում։ Եվ շատ ցավալի է, որ դուք եք նաև այստեղ կրկնում նույն բանը։ Ես վերջերս Փաշինյանը ասեց, որ Փաշինյանը անդադ հերքում է, որ դա սխալ է, այդ ոչ մի միջանց չկա։ Ու իրոք ոչ մի միջանց չկա։ Հիմա չգիտեմ, որ աչքերին եք նայել, միջանցք եք տեսել, ոչ մի փաստաթղթով միջանցք չկա։ Փաստաթղթերով է կարգավորվելու այդ ճանապարհը վերահսկվելու է մեր ինքնիշխանության ներքո է լինելու, մեր վերահսկողության ներքո է
լինելու եւ ինչն է այդտեղ միջանցք, այդպես էլ հասկանալի չի։ Ընդհանրապես ես շատ ճիշտ ասեց պարոն Խզմալյանը, որ ես հասարակական գործիչ եմ եւ ընդհանրապես խուսափում եմ քաղաքական գործիչների հետ բանավիճելուց, որովհետեւ ցավոք սրտի քաղաքական գործիչների իշխանության համար պայքարում երբեմն անցնում են որոշ սահմաններ, որ ես ինձ պետք չի դա անցնել, հա, պարոն Խզմալյանի հետ համաձայնվել եմ զուտ նրա համար, որովհետեւ միասին ճանապարհ ենք անցել, շատ հարցերում համատեղ պայքար ենք ունեցել, դեռ միջև էս Եվրակվեն դեռ շատ ավելի վաղ նախքին իշխանությունների դեմ պայքարի, բայց համենայն դեպս ես ուզում եմ, որ մենք անկեղծ լինենք։ Չկա ոչ մի Զանգեզուրի միջանցք եւ դուք շատ լավ դա գիտեք։ Եվ չի կարելի ինչ կա, ինչով եք հիմնավորում, որ կա։ Ես չեմ ուզում ձեզ ընդհատել խոսեք։ Ես խնդրում եմ հիմա հիմնավորեք։ Ինչով որտեղ է երևում Զանգերի միջանցք, Զանգեզուրի միջանցք, որտեղ է երևում։ Միջանցք որևէ հիմնավորում կա։ Միջանցքը կա նրանում, որ առաջին անգամ Հայաստանի թեթև ձեռքով, ավելի ճիշտ Փաշինյանի թեթև ձեռքով վերականգնվում է Թուրանը։ Եվ այդ մասին նույնպես խոսում եմ ոչ թե ես, այդ մասին խոսում եմ։ Վերացական բաներ մի ասեք, խնդրում եմ ասեք, միջանցք, ինչ միջանցք կա։ Միջանցքը որտեղ է։ Դա անխոչնդոտ թույլտվություն է Ադրբեջանին օգտվել Հայաստանի։ Հիմա Իրանը դեպի Վրաստան, Հայաստանով անխոչնդոտ գնում տալիս է։ Անխոչնդոտ։ Եթե թույլ տաք եկեք իրար չխանգարենք, լավ, ես ձեզ չեմ։ Հա, որտեվ հարցին պատասխանը, եթե տենց է ես կխոսամ, ես երկար խոսալու հնարավորություն ունեմ։ Ես շատ կարճ եմ խոսում, եթե թույլ տաք ես ավարտեմ։ Ուղղակի ես առարկայական էլի իմ հարցին խնդրում եմ պատասխանել։ Ես պատասխանում եմ։ Միջանցքը որտեղ է։ Ես պատասխանում եմ դες։ Ուրեմն այդ ճանապարհով Թուրքիան եւ Ադրբեջանը կապվում են Կասպից ծովից այն կողմ գտնվող Թուրքեստանի հետ, այն որ դա անհրաժեշտ էր Նախիջևանի հետ կապվել, դա ոչ մի քննադատությանը չի դիմանում, որովհետև տարիներ, տասնամյակներ շարունակ Ադրբեջանը հանգիստ կապվում էր Նախիջևանի հետ Իրանի սահմանով։ Իրանց պետք էր հենց Հայաստանի տարածքը, եւ Թուրքիան ընդգծեց, որ Հայաստանը չի ներգրավվելու այս գործի մեջ, որովհետև օգոստոսի 8-ի համաձայնագրից 20 օր անց Կարսում սկսվեց կառուցվել բավական մեծ եւ թանկարժեք շուտ 2.5-3 միլիարդ դոլար արժեք ունեցող զուգահեռ ճանապարհը, որպեսզի Թուրքիան չօգտվի Կարս-Գյումրի Նախիջևան ճանապարհով։ Իրենք Կարսից Նախիջևան, դուք գիտեք, ճանապարհը ընտրել են շրջանցելով Հայաստանը, որպեսզի կախվածության մեջ չլինեն եւ անհրաժեշտության դեպքում շարունակեն շրջապատել Հայաստանը։ Եվ եթե թույլ տաք ես ավարտեմ, այդ ամենը բերեց նրան, որ իրականում այդ հսկայական նախագիծը թուրանական մեր աչքի առաջ իրականացվում է, որ թեև մենք չենք ուզում դա տեսնել եւ Փաշինյանն ասում է վայ Թուրան, ինչ կա որ թող ուզում են գնալ մեր ճանապարհով, թող գնան, բայց այդ դեպքում եթե մենք կարողանայինք կապան հասնել ենթադրենք Նախիջևանի ճանապարհով, այնպես ինչպես իրենց է դրված։ Այդ դեպքում մենք կկարողանանք խոսել, որ սա Վրաստանի պես ճանապարհ է, բայց դա այդպես չէ եւ այդպես չի լինի։ Հա, այսինքն այդպես չէ, որովհետեւ հիմա մեղրիով էլ իրանք չեն գնում գալիս։ Այդպես չի դրա համար։ Հենց որ կլինի եւ մեղրիով իրանք կգան Նախիջևանով մենք չենք կարողանա գնալ, այդ ժամանակ նոր կասեք։ Այդ ժամանակ ես էլ ձեզ կմիանամ ու այն վերջի պիտակավորումները կասեմ, բայց երբ որ դուք հիմա պիտակավորում եք ու ասում եք Թուրանի ճանապարհ, չգիտեմ ինչ, այսինքն եթե մեր ճանապարհներով պետք է օգտվեն, դա նշանակում է անպայման միջանցք պետք է լինի։ Ես ասում եմ ինչով եք հիմնավորում միջանցքը, դուք ասում եք Թուրանի համար ճանապարհ են բացել։ Հա, ճանապարհով բոլորն է կարող է օգտվեն, Չինաստանն էլ, Միջին Ասիան, այսինքն Կենտրոնական Ասիան, բոլորն է թող օգտվեն, ինչքան շատ օգտվեն, մեզ օգուտ է այդքան։ Ես դες հենց նոր բերում եմ ապացույցներ, որ Թուրքիան, որ այդ ամեն ինչի հետո այդ զուգահեռ ճանապարհը մեղրին ոնց է շրջանցելու։ Լավ, այդտեղ շրջանցեց։ Իրենք հենց այդ են անում, ինքը չի շրջանցելու մեղրին, որովհետև իրենք վստահ են, որ մեղրին անցնելու իրենց վերահսկողության տա։ Ախր ոնց են վստահ, եթե որևէ տեղ դա չի երևում։ Դուք հիմիկվանից գուշակ չեք, որ պետք է ասեք, որ հաստատ եթե իրենք վստահ են, ուրեմն տենց չալնելու։ Իմ բոլոր վերլուծությունները հիմնված են ուսումնասիրությունների վրա եւ մեր փորձի վրա, պատմական փորձի վրա։ Հրապարակված է այդ ուսումնասիրությունները։ Հրապարակեք մենք էլ նայենք այդ ուսումնասիրությունները, որ այդպիսի վերլուծություններ եկան։ Ուսումնասիրություններում երևում է, որ իրենք Վրաստանով արդեն այդ կապը ունեն եւ այդպես առանձնապես յալվար չէին, որ մեր ճանապարհներով օգտվեն։ Երկու բացատրություն։ Առաջինը Վրաստանով այդ ճանապարհը շուրջ 400 կիլոմետր է։ Դուք դա գիտեք։ Այսինքն ավելի շահավետ ճանապարհ են ուզում ամերիկացիները։ Ամերիկացիները չէ, թուրքերն են ուզում, որտեղ այդ ճանապարհը ունեն ոչ թե ամերիկացիները, այլ թուրքերը այդպես դժգոհ, որ ամերիկացիների միջնորդությամբ այդ ամեն ինչ կնքվել։ Տեղակեք մոնիտորինգ արել եք, ձեր ուսումնասիրությունները ցույց են տալիս Թուրքիայի
հասարակական քաղաքական տրամադրությունները օգոստոսի 8-ի պայմանագրերի մասին։ Չի տրամադրություններ։ Ես տեսնում եմ փաստը, որ իրենք կառուցում են Փաստի տրամադրությունները։ Կներեք, ես փաստը այն է, որ իրենք կառուցում են 3 միլիարդ են դնում, դա փաստ է։ Կա քաղաքական դժգոհություն իրենց մոտ, որ իրենց դուրս են թողել այդ ճանապարհներից։ Ամերիկացիները եկը մտել են, իրենց դուրս են թողել։ Դա փաստ է։ Իրենց մոտ անդադար մասին խոսում են։ Դա հոդված է։ Դուք հավատում եք ոչ թե փաստերին, այլ հոդվածներին։ Մի հոդված չի, երկու հոդված չի։ Հիմա դուք ասում եք ուսումնասիրություններ։ Ես հավատում եմ փաստաթղթերին, ես հավատում եմ մոնիտորինգին մամուլի։ Ես հավատում եմ աչքերից եւ փաստերին։ Ձեր աչքերը տարբեր բան են տեսնում, քան ինչ որ կա։ Դա պրոբլեմը։ Փաստաթղթերը չեն տեսնում, ձեր աչքերը տեսնում են 2020 թվականի եւ 23 թվականի աղետները։ Ձեր աչքերը դա չեն տեսնում։ Եվ ես տեսնում եմ ոչ վերացական բան չի, 2 տարի առաջ այդ աղետը նշանակում է, որ ոչ Թուրքիան եւ ոչ Ադրբեջանը երբեք չեն հաշտվի Հայաստանի պետականության գոյության հետ։ Դուք դա չեք տեսնում։ Փաշինյանը դա չի տեսնում։ Դուք հավատում եք փաստաթղթերին։ Ես հավատում եմ նրան, որ նրանց ծրագրերը եղել եւ մնում են Հայաստանի պետականության ոչնչացման։ Ուրեմն Հայաստանը պետք է մտնի ռազմաքաղաքական միակ այն դաշինքը, որը կապահովի ու երաշխավորի մեր պետականությունը։ Դա Հայաստանի գնում է հիմա։ Չի գնում։ 8 ամիս Միացյալ Նահանգները մենք չենք մտնում։ Մենք մտնում ենք ոչ թե ՆԱՏՕ։ Մենք հիմա մտնում ենք Եվրամիություն, այլ ոչ թե ՆԱՏՕ։ Ռազմաքաղաքական դաշինք է Եվրամիությունը։ Այո, արդեն ռազմավարական դաշինք է 2 տրիլիոն դոլար։ Չի շնակում ռազմաքաղաքական դաշինքը դարձել։ Մի խոսեք ինձ հետ զուգահեռ։ Դուք հարց եք տալիս, ես պատասխանում։ Այո, երբ որ ես մի տարի առաջ ասում էի կառավարությանը, որ Եվրամիությունը դառնալու է ռազմաքաղաքական դաշինք, իրենք ծիծաղում էին։ Դուք միգուցե գիտեք այդ։ Ես ասում էի դուք չեք պատկերացնում, որ դա լինելու է։ Հիմա 2 տրիլիոն 10 տարում իրենք պատրաստ են իրենց ռազմական պատրաստություններին վճարել եւ դա Ամերիկայի հետ կապված չի լինելու եւ Ուկրաինան, Մոլդովան մտնում են այդ նոր Եվրամիություն, որի ճանապարհը մենք բացել ենք եւ այդ ճանապարհով Փաշինյանը չի գնում։ Նա գնում է վրացական երազանքի ճանապարհով։ Ճիշտ հակառակը։ Ես չեմ հասկանում։ Եվրոպացիները ասում են, որ Փաշինյանը գալիս է դեպի Եվրոպա։ Լագոդինսկին գալիս է այստեղ բանի ժամանակ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի ժամանակ ասում է, որ մենք եվրոպացիներից աջակցում ենք այս իշխանություններին իրենց եվրոինտեգրման այդ հարցերում։ Իրենք ուրեմն բան չեն հասկանում, դուք եք հասկանում միայն։ Իրենք չեն հասկանում Հայաստանը գնում է դեպի Եվրոպա։ Ես խոսել եմ իրենց հետ, ես չգիտեմ խոսել եք արդյոք դուք։ Այո, խոսել եմ։ Ես Լագոդինսկու հետ եմ խոսել։ Շատ ուրախ եմ, որ դուք Լագոդինսկու հետ եք խոսել, ես եւ Բրյուսել եմ մեկնել 1 ամիս առաջ եւ խոսել եմ։ Ու ինչ են ասում, իրենք ասում են չի գալիս։ Իրենք շատ լավ տեսնում են, որ Հայաստանը ասում է, ինչպես վրացիներն են ասում, բայց գնում է հակառակ ուղղությամբ։ Իրենք դա տեսնում են։ Եվ վերջի օրերին դեպի Ռուսաստան, Թուրքիա եւ Ադրբեջան, որովհետեւ իրենք դա անվանում են ռեգիոնալիզմ։ Խզմալյան, բան Խուշիջյան, նաեւ ոչ միայն աշխարհակաղակականությունից, այլ տնտեսությունից, սոցիալական հարցերից։ Բան Խուշիջյան, տեսեք, դուք ասում եք փաստաթղթերին եմ հավատում, փաստաթղթերով կա հստակ պայմանավորվածություններ, բայց տեսնում ենք, որ այս օրերին եւ այդ օգոստոսի 8-ից հետո էլ ադրբեջանական կողմը ամենաբարձր մակարդակով նախագահի մակարդակով անում է հայտարարություններ, որոնք չեն բխում օգոստոսի 8-ի պայմանավորվածություններից, այսպես կոչված Չակերտավոր Զանգեզուրի միջանցք, ադրբեջանցիների վերադարձ։ Արդյոք դուք ադրբեջանական կողմից տեսնում եք հետքայլ պայմանավորվածություններից, թե ոչ կամ նախանշաններ եւ ինչպես պետք է Հայաստանը հակազդի դրան։ Ուրեմն մնում էր մի հատ էլ ես Ալիևին ինչ որ դրական բաներ ասեի Ալիևի հասցեին, հա, եթե իմ ելույթները իմ նաև գործունեությանը հետևում եք, ես առաջի քննադատներից եմ նաև իշխանությունների, որ այն պայմանավորվածություններն են, որոշ ինչի պայմանավորվածություններ են ձեռք բերել Ալիևիդ, որին կարող էին եւ չհասնել, հա, այդ Մինսկի խմբի չեղարկումը, այդ բաներից հետ կանչելը, դատարաններից եւ այլն, այդ թվում, որովհետեւ այո, Ալիևին չի կարելի հավատալ։ Բայց եթե հաջողացրել ես Միացյալ Նահանգներ բերես, Միացյալ Նահանգների միջնորդության փաստաթուղթ ստորագրես, Ալիևը այտենց երջանկությամբ դա չի արել։ Թուրքերը շատ դժգոհ են դրանից։ Դա չտեսնել ու ասել, չէ, այս ամեն ինչը սպասարկելու է Թուրանը եւ այլն, հա, մեկ էլ Բայդենն էր ամեն ինչ սպասարկելու Թուրանի համար։ Ուրեմն այդ ճանապարհները, որ կառուցվում է եւ պատրաստվում են կառուցել, դա Վրաստանի ճանապարհներին շրջանցող է լինելու, որովհետեւ Վրաստանը, գիտեք, ինչ վիճակում է, արդեն Ռուսաստանի հետ հարաբերությունների ավելի սերտացման պայման Վրաստանի հանդեպ վստահությունն է կորել եւ դրա համար իրեն զուգահեռ ճանապարհներ պետք են։ 1. Վրաստանի ճանապարհները մոտիկ են ռուսական զորքերի խոցելիությանը, շատ 20 կիլոմետրի վրա կարող են ուղղակի խոցել այդ ոչ միայն ճանապարհները, ենթակառույցները։ Դրա համար իրենց պետք է զուգահեռ ենթակառույցներ։ 2. Չէ, թույլ չեք տալիս, դե հիմա թույլ տվեք, ես ավարտեմ։ Հա, ասեք։ Ռուսական զորքը գտնվում է Հայաստանում, ուրիշ ոչինչ։
Ուրեմն ռուսական զորքը Գյումրիում ունի որոշակի կարգավիճակ, հայ-թուրքական, հայ եւ հայ-իրանական սահմաններում եւս որոշակի կարգավիճակ։ Այդ կարգավիճակը հետս նվազում շարունակում են, բա ինչ եմ անում, թույլ տվեք շարունակեմ, մի խանգարեք։ Այդ կարգավիճակը կամաց նվազեցվում է եւ նվազեցվում է մեր աչքի առաջ եւ դա չտեսնելը ազնիվ չի, այդ եմ ասում։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը գնում է Պուտինի հետ պայմանավորվում է, որ SSS կետերից հանում են, հայ-թուրքական հայ-իրանական սահմանի համատեղ վերահսկողություն ալինում միանձնյա վերահսկողության փոխարեն։ Կամաց այդ գործընթացը գնում է։ Մենք հասկանում ենք, որ ճիշտ ուղղությամբ է գնում, դանդաղ է գնում, այո, մենք կարող ենք քննադատել, ես էլ եմ քննադատում դանդաղ լինելու համար։ Ռիսկերը իրանք ավելի ծանր են գնահատում, որտեղ իրանց վրա է պատասխանատվությունը, գիտեք, ինձ հեշտ է, ձեզ հեշտ է ասել, որ հենց հիմա միանգամից ամեն ինչ արեք, ստորագրեք, մտեք Եվրամիություն, ստեղից դուրս եկեք, էս արեք, հա, ես էլ եմ մեկ ոգևորում պահանջում են, բայց հասկանալի է, այդ մարդկանց վրա է պատասխանատվությունը եւ դրա հետևանքներն էլ է իրանց վրա, եթե հանգարց այնպիսի հետևանքներ լինեն, որ իդեպ նաեւ արևմուտքը հորդորում էր, որ միշտ տապեք, որ այդ հետևանքները չլինի, երբ որ հապկից դուրս գալու ժամանակ, երբ որ արդեն կար որոշումը կառավարությունում պայմանավորվել է եւ ընդամենը ուզում են համաձայնեցնել Միացյալ Նահանգների Ֆրանսիայի հետ, գոնե դա գիտեք, որ ճշմարտություն է, որ այնտեղից ասել են միշտ տապեք։ Դա Փաշինյանն է ասել։ Ոչ, Փաշինյանը չի ասել, բայց ոչ, իրենց դեսպանատներից ենք մենք դա իմացել, երբ որ շփվել ենք եւ Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դեսպանատները։ Պետք չէ միայն Փաշինյանից իմանալ։ Ես հասկանում եմ, դուք ամեն ինչ համարում եք սուտ, ինչ որ ձեզ ձեռ չի տալիս, ես ձեզ ապացուցում եմ, որ այն մարդիկ, որոնք որ այդ ինֆորմացիան տիրապետել են, միայն իշխանություններին չեն պատկանում, նաև Ֆրանսիայից են եւ Միացյալ Նահանգներից։ Եվ դա ճշմարտություն է, ինչ լսել եմ Փաշինյանից անձամբ։ Ես հիմա շարունակեմ, վերջում կասեք։ Հիմա այդ ճանապարհներից բացի դա նաև կոմունիկացիաների, նավթատարերի, գազատարերի։ Այն որ հիմա Տրամպը գնում է այդ 5+C5-ի հետ հանդիպումը, այսինքն տանում է Վաշինգտոն հանդիպումը հետները։ Հենց դրա շարունակությունն է եւ հետո անդեղ հատուկ շեշտում է, որ տրիպով է գալու ձեր կապը մեր հետ եւ Եվրոպայի հետ եւ նաեւ Արևմուտքի հետ, Միացյալ Նահանգների հետ այդ թվում տրիպով է գալու եւ նավթը եւ գազը, այն ինչ որ հիմա գտել են գազը Թուրքմենիայում, այն ինչ որ ծավալներ ավելացնում են Ղազախստանում արդյունահանման, այն ինչ որ Ղազախստանը հիմա Ռուսաստանով է բանանում տարանցում դեպի Սևծով հետո նոր արևմուտք եւ անընդհատ խնդիրների առաջ է կանգնում, որտեղ Ռուսաստան դա շահագործում է, օգտագործում է, ճնշումներ է գործադրում, երբեմն խոչընդոտներ է ստեղծում, որ ցույց տա, որ կախված է ինձանից, Ղազախստան ուզում է ալտերնատիվ ճանապարհ։ Այդ ամբողջի համար Բաքու-Ջեյհանը չի հերիքացնում, ոչ էլ են երկաթգիծն է հերիքացնում, որը որ խնդիրներ ունի, ինքը նաեւ ռելիեֆային խնդիրներ ունի, թողունակությունը այդքան մեծ չի։ Դրա համար այդ ամեն ինչի համար զուգահեռ Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո կառուցվում է այս տրիպը, պայմանավորվել են համենայնդեպս, որ կառուցվի, փողերն էլ արդեն հատկացրել են։ Գնալ գալն էլ կա, այդ դանդաղ է գնում էլի, այո, ես էլ գիտեմ, որ դանդաղ է գնում, այդ է, հիմա էլ ամերիկյան բյուրոկրատիան այդտեղ միայն մեզանից չի կախված, այն որ այնտեղ որոշ պաշտոնյաներ մի քիչ այլ բաներով են հիմա զբաղվում, բայց փաստ է, որ դա արվում է, եւ այդ ամեն ինչը արվում է մեծ աշխարհակաղակական բանի մեջ մտցնելով Հայաստանին, անցուդարձի մեջ մտցնելով եւ Հայաստանին մեծ աշխարհակաղակական քշիր տալով, դա չտեսնել եւ ասել այդ ամեն ինչը միայն թուրքերի եւ միջինասիացիների համար, հա, մեկ էլ Տրամպը այդ 5 ղեկավարներն էր հրավիրել, որ Թուրան կառուցի, հա, եւ Վաշինգտոնում հրավիրել էր Թուրան կառուցելու համար։ Ոչ, հրավիրել էր, որ Թուրան չկառուցվի, բայց իրականում Հայաստանի աշխարհակաղակական եւ քաղաքակրթական կարևորագույն նախագիծը ոչ թե այդ Տրամպի ճանապարհը պետք է լինի, այլ Հյուսիս հարավը, որը սպասարկում է արևմտյան։ Ով ասում, որ Հյուսիս հարավը հակասում է արևմտյան Եվրոպային, Իրանին եւ Հնդկաստանին։ Արևելք-արևմուտքին հակասում է։ Միանշանակ։ Ինչու է հակասում։ Ինչու է հակասում, կամ դուք չգիտեք, որ հիմա Հյուսիս հարավը կառուցվում է, ընդ որում բավականին ակտիվ։ Ես հենց այդ եմ ասում, որ Գյումրի հատվածը արդեն ավարտվել է, Զանգեզուրում եւ Սյունիքում երկուսն էլ իդեպ հայկական անուններ են կառուցվում է, ուներ եւ ունի երկընտրանք։ Կամ մենք դառնում ենք Եվրոպայի մաս, Եվրոպական միության անդամ, եւ այդ դեպքում Հյուսիսարևը դառնում է համաեվրոպական եւ հայկական ճանապարհ։ Իսկ արևելք-արևմուտքը չի դառնում։ Իսկ արևելք-արևմուտքի դեպքում Հայաստանը անում է այն, ինչ հիմա դարձել է Հայաստանի իշխանության գլխավոր նպատակը։ Մեզ Եվրոպայի ճանապարհ պետք չի, երկաթգիծ պետք չի մեզ։ Ես ասում եմ դες ռեգիոնալ երկիր, որը կախված է Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Եվ ես պնդում եմ պետք է Եվրոպայի հետ։ Մենք հենց հիմա ունենք հնարավորություն եւ Վրաստանով գնալ եւ Վրաստանով Եվրոպա։ Անշուշտ։
Լուրջ եք ասում։ Այո, Երկաթգիծ լուրջ կա, եմ Սևծովի միջով է այդ երկաթգիծը անցնում։ Այնտեղ լաստանավեր կան, այստեղ Լաստանը նավեր դուք կան։ չգիտեք, որ ավելի թանկ է եւ ավելի բարդ է, քան միանգամից այդտեղ նստացնել վագոնը այդ ապրանքը եւ Եվրոպայում Գիտեք, միջացնել։ եթե դա կախված է մեր անկախության եւ գոյության հետ, մենք պետք Ինչով է կախված մեր անկախության Ամեն ինչով է գոյության։ կախված։ Այսինքն Թուրքիայի ճանապարհներից օգտվելու մենք անկախություն ենք կորցնելու։ Ոչ, մենք կորցնում ենք մեր վերահսկողությունը ռազմավարական մեր հարավի նկատմամբ, որը անցնում է Սյունիքի։ Որտեղ այրեմ որ կորցնում ենք։ Դե Էլի դուք դա չեք նույն տեսնում։ գալիս եք նույն բաներին։ Այսինքն եթե մենք Շատ լավ, թուրքիական ճանապարհներից օգտվենք, նշանակում է իրենք վերահսկելու են Մեղրիում անցնող Իրենք արդեն բաները։ վերահսկելու են այդ ճանապարհը։ Արդեն վերահսկելու են։ Վերահսկելու են այդ ճանապարհը։ Արդեն որն է, այսինքն ինչ Այսինքն որ այն ինչ արդեն արված է, ապահովում է նրանց վերահսկողությունը։ Ահա ինչու իրենք ամրացնում են այդ ինչով է վերահսկողությունը, ես ապահովում։ կրկնում եմ։ Ես ասում եմ մի փոքր տրամաբանական հիմնավորում տակ, ինչով է ապահովում, որ արդեն ապահովում է։ Ապահովում է նրանով, որ ռազմավարական, տնտեսական, աշխարհակահաղական, ֆինանսական վերահսկողությունը Հայաստանի ձեռքում չէ։ Միացյալ Նահանգների ձեռքում է։ Ոչ, Միացյալ Նահանգների բանը ինքը փոխանցում է Վաշինգտոնը դա օգոստոսի Թուրքիային։ 7-ին կարող է թուրքերն ու ադրբեջանցիներն իրար հետ կնքել, այլ ոչ թե հայերն ու ամերիկացիները։ Ամերիկացիները չեն կնքել։ Ամերիկացիները վկայի կարգավիճակով ստորագրել են։ Տրիպը վկայի կարգավիճակով է Այնտեղ ստորագրել։ գրված է witness։ Դուք անգլերեն Դուք գիտեք։ կարող եք հրճակագիրը խառնել եք ամեն ինչի հետ։ Այդ տրիպը կոնցեսիան երկուսով է ստորագրելու։ Չէ, մի Տրիպի վարքյան, կոնցեսիան դուք եւ հիմա խոսում եք կոնսորցիումը, հայ-ամերիկյան կոնսորցիումը ալնելու։ Կոնսորցիումը Այդտեղ ոչ Թուրքիա ալնելու, ոչ Ադրբեջան։ Նույնիսկ Ադրբեջանին երբ որ հարց են տալի Ալիևին, ինքը ասում է, ինչ գործ ունեմ, գնացեք ամերիկացիներին հարցրեք, ամերիկացիների հետ են իրանք կնքում այդ ստորագրում այդ պայմանագրերը։ Դուք շատ յուրահավատ եք։ Դուք կարծում եք, որ այդ կոնցեսիան իսկապես ծառայելու է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի շահերին։ Եթե Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրում են կոնցեսիա եւ կոնսորցիում, այո, ու պիտի դա Թրամփը սպասել։ բազմաթիվ բան է ստորագրում եւ ես դες ասում եմ, սա իրենք շատ շուտով Մի կտեսնեն, որ րոպե, սա սպասարկում մի է րոպե։ Թուրքիային եւ Չինաստանին Մենք ասում ենք, որ Միացյալ Նահանգներում Տրամփը հավաքել էր այդ 5 ղեկավարներին, որպեսզի Թուրան չլինի։ Դուք ասացիք։ Այո, իրենք փորձում են դա թույլ չտալ։ Իմիջիայլոց համ փորձում են թույլ չտան, համ մեր հետ կնքում են մի բան, որը սպասարկելու է Թուրանին։ իրենք սկզբից կնքել են այդ մի բանը։ Եվ հիմա աշխատում են Այսինքն իրանց խափել են թուրքերը, որ իրանք իհարկե խայլուն վերլուծություն։ Ես բան չունեմ ասել։ Այո, ճիշտ այնպես ինչպես թուրքերը խափել են Պուտինին Արցախի հարցում, ճիշտ այնպես իրենք խափել են նաև Թրամփին։ Եվ ես էլ չեմ շարունակելու, ես արդեն ամեն ինչ ասված եմ որ ասում։ Շատ լավ։ Պարոն Խզմալյան, օգոստոսի 8-ի պայմանավորվածության հանդիպման շրջանակներում նաև խաղաղության պայմանագիրը նախաստորագրվեց, որտեղ կային կետեր դիտորդներին առնչվող, որ պետք է վերջնական ստորագրությունից հետո դուրս գան, կա ԵԱԿ Միսկի խմբի լուծարման կետը եւ նախագահը Երևանում հայտարարեց Միրզոյանի հետ ճեպազրույցում, որ մինչեւ տարեվերջ դա տեղի կունենա եւ միջազգային հայցերի հետ կանչումն է։ Սրանք եւս այդ փաթեթի շրջանակներում են եւ դուք համարում եք դրանք բացասական ոչ հայանպաստ, թե ոչ նախ պարոն Խզմալյան, հետո դուք պարոն Խորշուդյան։ Ձեր բոլոր թվարկած եւ այն, որ Հայաստանը համաձայնվել է փաստորեն Ադրբեջանի պայմաններին դուրս բերելու համար եվրոդիտորդներին միակ իմիջիայլոց իրական խոչընդոտը եւ մի կառույց, որը այս 3 տարում հազարավոր հայ զինվորների կյանքեր էր փրկում եւ այն, որ Հայաստանը նույն Ալիևի ճնշմամբ համաձայնվեց փակել Մինսկի խումբը եւ փաստորեն Արցախի հարցը եւ այն, որ կրկին Ալիևի ճնշմամբ եւ միգուցե նաեւ Էրդողանի խորհրդով հետ է կանչում հայցերը, ընդ որում նա կարող է պետական հայցերը կանչել, բայց ոչ անձնական 150,000 մարդ այնուամենայնիվ առնվազն 150,000 կարող են այդ հայցերը փոխանցեն եւ մենք ամեն ինչ կանենք, որ դա այդպես լինի։ Այդ ամենը հենց դա է ապացուցում, ինչը ես այս 20 րոպե փորձում եմ ասել։ Հայաստանի իշխանությունները վերջին 8 ամսվա ընթացքում անում են ամեն ինչ, որպեսզի հեռացնեն Հայաստանը Եվրոմիության անդամակցության, եվրոպական քաղաքակրթությունից եւ այդ տրամաբանությունից։ Ինչու՞, որովհետեւ իմ խորին համոզմամբ մոտավորապես մայիսի 9-ի 10-ի, երբ որ տեղի ունեցավ հանդիպումը Մոսկվայում Շքերթի հետ կապված Պուտինի եւ Փաշինյանի, ամենայն հավանականությամբ դա իմ ենթադրությունը, ես մոմ չեմ պայել, ինչպես հիմա ճիշտ կասեր պարոն Խորշուդյանը, մենք բայց տեսնում ենք, որ դրանից հետո բոլոր քայլերը տանում են հակառակ ուղղությամբ եւ ես ենթադրում եմ, ես իրավունք ունեմ ենթադրել, որ
այստեղ տեղի ունեցել համաձայնություն, որ Ռուսաստանը չի խանգարի Փաշինյանի վերընտրությանը, որը իր համար գերխնդիր է այն չափ կարևոր, որ նա անգամ ՄԱԿ-ի ամբիոնից է խոսել սեփական վերընտրություններից, եւ որ Ալիևը հենց հիմա Ալիևը հասարակությունը Փաշազադեն օժանդակում են այդ ծրագրին։ Դիտորդներին հետ են դիտորդներին հանում են հայցերը հետ են կանչում, խումբը լուծարում են, դա պայմաններ են, որոնց դիմաց իրենք օգնում են Փաշինյանի վերընտրությանը, որովհետև նրանց պետք են զիջումներ։ Փաշինյանը խոստացել է այդ բոլոր զիջումները, դրա դիմաց նա ստանում է խոստումներ Ադրբեջանից եւ Մոսկվայից, որ իրենք չեն միջամտելու, այսինքն Ռուսաստանը չի փորձելու, որ նրա գործակալները, որոնք շատ են այս կուսակցությունները, նորաստեղծ եւ հին կուսակցությունները, որպեսզի նրանք չփորձեն հաղթել եւ չլինի հեղաշրջում։ Այդ ամենը պայմանավորված է։ Փաշինյանը պետք է մնա եւ ազգային ժողովի կազմում նույնպես պետք է լինեն պրոռուսական, բայց ոչ մի դեպքում ոչ եվրոպական ուժերը եւ դա է պայմանավորվածությունը։ Շնորհակալություն։ Պարոն Խուրշուտյան, դուք այդ 3 կետերը ինչպես եք մեկնաբանում եւ արդյոք դուք եք կարծում, որ այդտեղ խառն է, ինչպես պարոն Խզմալյանն է պնդում, Վլադիմիր Պուտինի, Էրդողանի մատը։ Սկսենք 3 կետերից։ Ես մի անգամ չի, որ իմ դիրքորոշումը հայտնել եմ։ Ես էլ եմ կարծում, որ ուժի սպառնալիքի ներքո են որոշումները կայացվել այդ 3 կետերով, այսինքն եվրոպացի դիտորդների հետ կանչը, հայցերի հետ կանչը միջազգային դատարանի եւ Մինսկի խմբի լուծարումը։ Իդեպ որին պարոն Խզմալյանը, չգիտես ինչի համարում է, որ ոչինչ չի տվել, Մինսկի խումբը անարժեք էր, անպետք էր։ Ես եմ ասում, դա Փաշինյանն է ասում, ես հակառակն եմ ասում։ Ուրեմն, հա, երևի սխալ եմ, ուրեմն հասկացել ձեր ասածը։ Փաշինյանը, ոչ։ Իրականում այդ 3 կետն էլ որոշվել է ուժի սպառնալիքի ներքո եւ Փաշինյանը դրան համաձայնվել է մենակ մի նպատակով, որպեսզի խաղաղության պայմանագիրը փաստի առաջ կանգնացնի Ադրբեջանին, որ ինքը բոլոր կետերին համաձայնվել է եւ Ադրբեջանն էլ ոչինչ Ալիևի ոչինչ չունենա, քան ստորագրի դա, որտեւ եղել է ռազմական գործողությունների սպառնալիք, որի մասին արտահոսքը եղել է Միացյալ Նահանգներից։ Դա էլ հիմա չգիտեմ, փաստաթղթերին չենք հավատում, այդ արտահոսքերին երբեմն ստիպված ենք լինում հավատալ։ Բայց ամեն դեպքում, երբ որ պարոն Խզմալյանը ասում է, որ Ռուսաստանը հարմար տեխնացու է Փաշինյանը Ռուսաստանի համար, այդ դեպքում իմ համար անհասկանալի է, այդքան ջանքերը Ռուսաստանին չի գործադրում Փաշինյանին օր առաջ հեղաշրջմամբ լինի, թե ինչ միջոցներով, չնայած վստահ եմ չեք հավատում, որ այդ խումբներ ձևավորվում, որի նաև մասամբ այստեղ չեզոքացրեցին, հա, եւ մի քանիսին էլ ձերբակալեցին, հիմա բանում են ԱԱՑ-ի նկողներում են, վստահ եմ չեք հավատում, որ եկեղեցու այս գործընթացները Փաշինյանի եւ գործող իշխանության դեմ Ռուսաստանից են ուղղորդվում։ Երևի չեք հավատում, որ եկեղեցու վերնախավում KGB-ի որջը եղել։ Ես միշտ ասել եք, տարօրինակ է, երբ որ այդ մարդկանցից մի քանիսին որ ձերբակալում են, ասում եք քաղբանտարկյալ այդ մարդկանց։ Այդ իմ համար շատ տարօրինակ է։ Կավարտեք ես։ Հա, հեսա կավարտեմ։ Իդեպ Վարդանիկին էլ եք ասում քաղբանտարկյալ։ Ասենք լավ էլի, ասենք միասին ենք մենք Գյումրիում, երբ որ հայտարարում ենք, որ մեղադրում ենք իշխանություններին, որ Վարդանիկի պես կրիմինալին թույլ է տալիս ընդհանրապես քաղաքականության մեջ մտնի։ Պարզվում է, բայց հիմա արդեն քաղաքական հետապնդյալ է դարձել։ Ասենք ես կներեք էլի չեմ հասկանում նման տրամաբանություն, եւ իմանալով, որ Վարդանիկը ռուսական շահերի սպասարկույի հերիք չի, ուրեմն առաջին նիստին ավականու բերել էր ռազմաբազայի ռուսական ներկայացուցիչներ, ուրեմն նստացել, անդադ Պուտին երթվելով ման է գալիս, եւ երբ որ հենց կրիմինալ իր կաշառակերության հիմքով ուրեմն իրան ձերբակալում են, պարոն Խզմալյանն ասում է քաղաքական հետապնդում է, կամ ռազմական հեղաշրջման կոչ է անում ուրեմն բանը Աչապահյանը, երևի ռուսների հետ ընդհանրապես կապ չուներ այդ ռազմական հեղաշրջման նախապատրաստություններն էլ եւ այլն, պարոն Խզմալյանն ասում է այլա քաղաքական հետապնդման ենթարկում, հա, ու այդ ամեն ինչից հետո ինքը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը Պուտինի համար հարմար տեխնացու է։ Երևի հարմար տեխնացու է, որ իդեպ երբ որ ասում եք, որ բանը աչքերիս կհավատամ, հիմա որ իշխանությունը հայտ ներկայացնի Եվրոմիության անդամակցության, ինչ եք ասելու։ Հավատալու եք ձեր աչքերին։ Այո, երջանիկ կլինեմ։ Եվ այս ամբողջ մեղադրանքները որ կան, դուք ասելու եք, ես սխալվել եմ, հա։ Իհարկե, բայց դուք ասում եք եթե այդ եթե-ն է։ Հիմա ուրեմն կլսենք այդ եթե-ն, հա։ Ճիշտ է, ափսոս որ մենք միայն այս շրջանակում ենք մնում ավելի կարևոր հարցեր կան, բայց լավ, ուրեմն այո, հենց այդ վտանգներն է հասցեագրում Փաշինյանը, համոզելով Պուտինին, որ պետք չէ շարունակել դա այնինչ արվել է,
մենք հասկանում ենք, դուք միշտ ամեն տարի 2 անգամ Գառնանը եւ Աշնանը եղել են հեղաշրջման փորձեր, մենք հիշում ենք 40 օր, 44 օր նստած են կենտրոնում եւ դա կրկնվում էր ամեն տարի։ Եվ հիշում եք, կարծեմ, աչե դուք ներկա չեք, ես 22 թվականին իմիջիալուց Փաշինյանն այդ արտախորհրդարանական ձևաչափում զգուշացնում է, որ ուշադրություն դարձրեք Վրաստանին։ Հաջորդ հարվածը լինելու է եկեղեցու միջոցով։ Ես ինքս էի իրեն դա ասում։ Այդպես որ մենք այդ ամենը գիտենք, բայց ինչ պաշտպանում այդ մարդկանց, ովքեր որ հենց այդ հեղաշրջման ակունքներում են կանգնած։ Եթե թույլ տա, ես նրանց չեմ պաշտպանում։ Ես պաշտպանում եմ ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները, որովհետեւ եվրոպական օրենքները պահանջում են հետեւյալը. եթե դուք մեղադրում եք մարդկանց, դուք պետք է ապացուցեք, որ իրենք մեղավոր են, որովհետեւ ինչպես դուք ճիշտ ասացիք, մեր տեխնացում եւ մենք Գյումրիում ասում ենք, որ ինչպես եք դուք թույլ տվել մասնակցելու ընտրություններին Վարդան Ղուկասյանին, նա քրեական տար է, նա լավ չասեմ, որ քրեական տարը Բերթումա դուք ասում եք քաղաքական հետապնդյալ է, բա այդ երբ դարձավ։ Եթե թույլ տա։ Հենց դա է խնդիրը։ Նրան ընտրեցին, նրան թույլ տվեցին մասնակցել, նա հաղթեց եւ երբ որ ինչ միջոցից ոչինչ չփոխվեց։ Այն որ նա մասնակցում էր այդ քրեական եւ սպանությունների մեջ էին մեղադրվում եւ այլն եւ այլն, այդ ամենը բոլորը գիտեն, ինչպես նաեւ բոլորը գիտեն, որ Կտրիչ Ներսեսյանը մեղմ ասած հրեշտակ չէ, այդ եւ որ նա KGB-ի ագենտ է, մենք դա տասնամյակներ շարունակ ենք ասում եւ նրա եղբայրը այդ լավ չի որ ուզում հեռացնի հիմա այդ մարդը։ Դուք թույլ կտաք ես կասեմ, հեռացնելու համար անհրաժեշտ են իրավական հիմքեր, որովհետեւ երբ որ մարդուն բռնում են ընդ որում նա Միքայել Աջապահյանը նա քարոզիչ է մասնագիտությամբ, չէ՞ դա քարոզն է տերտերի մասնագիտություն։ Երբ որ նա իր կարծիքն է հայտնում եւ նրան ռազմական հեղաշրջման կոչը կարծիք։ Նա ռազմական դա ոչ միտեղ ապացուցված չէր։ Այն ինչ ես լսել եմ։ Դուք ձեր աչքերին հավատում եք, թույլ տվեք ես էլ մոնտաժներին հավատամ։ Այն ինչ ցուցադրվել էր որպես իրական իրեղեն ապացույց, երկու որսորդական հրացան, մի քանի կոմպյուտերներ եւ փաստաթղթեր։ Ես բոլորի մասին ասում եմ նույնը։ Մինչեւ նրանց մեղքը չապացուցվի եւ ընդ որում ապացուցվի ոչ թե այն ձևով ինչպես փորձում են այստեղ ապացուցել, որտեղ դա կեղծ է, երբ որ խոսքերը մոնտաժվում են եւ դա էլ է ապացուցված, մենք չենք կարող չընդունել նրանց մարդկային իրավունքները, որտեղ եթե մենք հիմա չպաշտպանենք նրանց, հանցկանալով որ նրանք մեր քաղաքական, գաղափարական հակառակորդներն են, բայց որպես Եվրոպա Սերժյանն է պաշտպանեք, հեսա իրանել են ուզում։ Բայց որպես Ռոբերտ Քոչարյանն էլ պաշտպանեք։ Այն ժամանակ երբ որ բռնում են նստածում են ինչ չեք պաշտպանում։ Երբ որ մենք քաղաքացի էր, բա իրավունքներ էր։ Երբ որ մենք պայքարում ենք նրանց դեմ, դուք էլ եք մեր կողքին։ Երբ որ հիմա նրանց մեղադրում են ոչ թե նրա համար, ինչպես Կտրիչ Ներսեսյանին ոչ թե մեղադրում որ նա KGB-ի գործակալ է, այլ մեղադրում են նրա համար որ նա երեխա ունի։ Եվ այդ ամենը չի կարող որևէ դատարանում դիտվել որպես լուրջ մեղադրում։ Դրա համար է դատի չեն տվել։ Okay, նրան դատի չեն տվել։ Դատի էլ տվել նրա տերտերներին, նրա սրբազաններին, ռազմական հեղաշրջման կոչի համար, որոնց ներկայացված ապացույցները ոչ մի դատարան չի դիմանում, որովհետև իրանք կեղծված են, որովհետև դրանք լսեք, հարգելիս ինքը կրկնել է, Աչապայանը հերիք չի մի քանի անգամ ասել է, դատարանում էլ նորից կրկնել է, ասել այո, ասել եմ, հիմա դուք ասում եք մոնտաժված, ի՞նչն է մոնտաժված։ Ես ասում եմ ձեզ, դուք մեղադրում եք մարդկանց 168 ժամն է մոնտաժել։ Խոսքերի համար մարդկանց չեն բանտարկում։ Ռազմական հեղաշրջման կոչը բերում է ինչ որ հետևանքների։ Նա չի բերել Հայաստանի կեսը անիծում է։ Եվրոպական դատարան եք ասում, եվրոպական դատարան բողոքարկելու հնարավորություն չունեն իրանք։ Իհարկե ունեն։ Բա կբողոքարկեն, եթե արդար են, ուրեմն կվերականգնի իրանք իրավունքները։ Ես դա էլ ակնկալում եմ ու սպասում։ Բայց դուք գլխանց հայտարարում եք, որ ինքը քաղաքական հետապնդում է։ Որովհետև հիմա դա քաղաքական հետապնդում է, որովհետև իրեն պետք է Կրեմլինն էլ է նույնը ասում, ասում է պաշտպանեք իրանք, որովհետև իրանք քաղաքական հետապնդել Մարիա Զախարովան նույնը ասում, ինչ որ հիմա Կրեմլի մասին։ Ես ասում եմ, որ սա խաղ է եւ Կրեմլը խաղարկում է իր երկու դավադրության sense բաների մեջ դա այն է ինչում դուք ապրել եք տասնամյակներ միթե դուք չեք նկատել որ այդ դավադրությունները եւ Տեր-Պետրոսյանի եկեղեցին սպասարկում է եկեղեցու վերնախավ այսօր սպասարկում է Կրեմլին դրա համար էլ նույնությամբ Մարիա Զախարովն ասում է իրանք քաղաքական հետապնդյալներն են ու իրանք կողմնակիցները այստեղ Կոչարանով Սերժ Սարգսյանով ասում են իրանք քաղաքական հետապնդյալ են ու ինձ զարմանում եմ տարօրինակը որ դուք եք միացել այդ մարդկանց ու ասում եք այո իրենք քաղաքական հետապնդյալներ են որովհետեւ այն մեղադրանքները որոնք
դրվում են օրինակ Սամվել Կարապետյանի արչև, այդ մեր ձևովը, դա նույնպես դարձնում է նրանց հավուկ սրտի քաղաքական մեղադրյալ, որովհետև նրանց բոլորին իրանց օլիգարխական գողոնով հավաքած կարողությունների համար եւ այն անօրինականությունների համար չեն դատում։ Ոչ մի օլիգարխ Հայաստանում այս 25 տարում չտուժեց եւ հատկապես այս վերջի 7 տարում։ Մարդկանց կյանքը սոցիալական, տնտեսական, հարկային, հիպոթեկային չի լավանում եւ իմ պնդումն է, որ հենց այդ պատճառով տապալվելով տնտեսական, սոցիալական, բոլոր այլ հարցերում, ռազմական, անվտանգային, Փաշինյանը հիմա ուռճեցնում է այս հարցերը, որպեսզի շեղի մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից Կարապետյանը պատրաստվում էր այստեղ քաղաքական Նիկոլ Փաշինյանի եւ այսօրվա իշխանությունների եւ ժողովրդավարության եվրոպական շարժման դեմ գործընթացներ։ Դրա համար չէ ինքը պատրաստում էր, բայց ինչու՞ն եք դուք իրեն մեղադրում։ Մոսկվայում ինքը հայտարարում էր, չէ, որ Հայաստան չպետք է դեպի Եվրոմիություն գնա, այլ պետք է մնա։ Եվ այստեղ էր։ Եւ այդ ամեն ինչը հիմա կանխվել է, անկախ նրանից ես չեմ կարող ասել, ես չեմ կարող պնդել, թող դատարանը որոշի, նաեւ իրենք էլ Եվրոդատարանը կդիմեն։ Մի րոպե, բայց կանխվում է, որ այդ բանը տեղի չունենա։ Հիմա դուք ասում եք, չէ, Մոսկվան Փաշինյանին է պահում։ Մի րոպե, բայց Սամվել Կարապետյանին չի ուղարկել։ Հա, ինչ որ բան խոճուճ բան էր, կոմբինացիա էր մտածել։ Դա տարական բան է։ Երկու գործակալները, երկու ճամբարները պետք է կռվեն, որ խամաճիկների պես այդ մարտի մեջ այն մարտը, այն երկրորդ գործակալը ով էր։ Երկրորդ գործակալը դա ԿՊ-ն է, որը հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ամբողջությամբ գտնվում է հենց այդ տրամաբանության մեջ եւ իրենք ընդհանրապես փորձում են ապացուցել, որ իրենք պայքարում են, որ իրենք ապագաղութացնում են երկիրը, ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի արում։ Իրենք անում են նույնը, ինչ արել են ժամանակին վրացական երազանք։ 22 թվականից էսկոմ ինչի Հայաստան մուտք չի գործել։ Որ թվականից 22 թվականի նոյեմբերի 22-ին վերջին անգամ, երբ որ նա այցելել էր, ինձ այդ օրը ձերբակալել են։ Դրանից հետո ինքը ոդկ չի գործել, այդ եմ ասում։ Եվ ինչ։ Ոչինչ չկա։ Տեղյակ չեք, որ Ռոմի ստատուտը ընդունվել Հայաստանում։ Էդ էլա ռուսական գործակալներ ընդունել են, որ Պուտինը չկարողանա Հայաստան գալ։ Ընդունվել է եւ ինչ դրանից ինչ։ Դրանից ռուսական բազան են հանել, դրանից ռուսական զորքերն են հեռացրել։ Ուզում եք ամեն ինչ մի օրում լինի։ Ես ուզում եմ, որ 7 օրում լինի, 8-րդ տարին է, 7 ոչ թե նոր է սկսվել այդ գործընթաց։ 22 թվից մինչև 22 թիվը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանը աշխարհակահաղական որևէ փոփոխություն չի անելու։ Ու մենք դրա համար իրենք քննադատում ենք։ Ես մինչև երբեք իրեն չեմ պաշտպանել։ Նույնը նա ասում է եւ անում է 24-25 թվականին, երբ որ նա 110 Մեր առաջարկած օրենքը ընդունեցին Եվրոմիության անդամության ընդունեցին եւ միաժամանակ Ռոմի ստատուտը ընդունեցին էլի հասարակության առաջարկով։ Եվ ճնշմամբ 111 միլիոն տոն 110 Ես այդ տեղակը գոնե այդ գործընթացից շատ լավ ներսից տեղակը ոչ մի ճնշում չի եղել։ տոննա ոսկի 250 միլիոն դոլարի ադամանտ վաճառվում է Մաքսանենք ճանապարհով ռուսական, որպիսի ապահովի իր լոյալությունը եւ ապացուցի, որ նա կատարելու է Պուտինի բոլոր պայմանները։ Իմ ասածը հենց դա է։ Եվրոպացիները Ռուսաստանի հետ այդ զարտուղի ճանապարհներով, այդ թվում նավթի գազի առևտուր չեն անում։ Մենք Ռոմի պապից ավելի կաթոլիկ ենք։ Որովհետեւ մենք եվրոպական միության անդամներ չենք։ Հունգարիան, որը անդամ է, այսինքն ավելի պետք է կաթոլիկ լինենք, քան Եվրոմիության անդամները։ Չէ, որpիսի մենք ընդունվենք Եվրոմիություն, մենք պետք է Եվրոմիությունը այդպես պահանջա մեր արշիվ դրե։ Այո, իհարկե։ Եթե դա կոչվում է սանկցիաներ կկիրառեն մեր դեմ։ Կներեք, դուք չգիտեք։ Մեր դեմ սանկցիա չի կիրառել Եվրոմիությունը։ Փառք ասու, ես ասում եմ, որ կա 3 կոպենհագենյան սկզբում, որոնց մեջ կան մարդու իրավունքները, դատական իշխանությունների անկախությունը, օրենքի գերակայությունը եւ բազմաթիվ այլ բաներ, որոնք պահանջվում է, որպեսզի Հայաստանը պետքարտուղարության նիստը հիշում եք, երբ որ հատուկ հարց տրվեց, այն ժամանակ Մենենդեսը դեռ կար, չեմ հիշում Մենենդեսներով էր հարց տվեց պետքարտուղարի ներկայացուցիչին, թե արդյոք Հայաստանը պահպանում է սանկցիաներ, այնտեղ ասեցին, այո, մենք գոհ ենք, ոնց է Հայաստանը պահպանում սանկցիաները։ 22 թիվներ ասել։ Չէ, 23-ի վերջն էր։ 23-ի վերջն էր։ Հիմա 25 թվին Հայաստանը չի պահպանում այդ ամենը։ Հայաստանը նվազել է անցած տարվա համեմատ մեր առևտուրը, այդ թվում ոսկի ադամանդը ընդհանրապես դուրս է եկել։ Հենց այդ պատճառով, բայց 5 անգամ ավել է, քան 5 տարի առաջ։ 5 անգամ առևտրաշրջանառությունը նվազում է։
Ամերիկացիներն է գոհ են թե մենք ոնց ենք սանկցիաներ պահպանում։ Դուք ուզում եք համ Ռոմի պապից կաթոլիկն եք, համ ամերիկացիներից, համ եվրոպացիներից, դες ոնց Ես կլինի։ ընդամենը ուզում եմ, որ իմ երկիրը լինի անվտանգ, ապահով եվրոպական երկիր։ Ես տեսնում եմ, որ վերացական բաներ եք ասում։ Կոնկրետ բան եմ ձեզ ասում։ Ես էլ եմ շատ կոնկրետ բան անում։ Ես ասում եմ, որ մեր օրենքը ընդունված է եւ չի իրականացվում։ Այն 2025 թվականի մարտի 26-ի օրենքը Եվրամիության բառացի ասում է կամ այս տարի կամ մյուս տարի հայտը ներկայացնում ենք, դուք ասում եք չի իրականացնում։ Հա, դուք չեք հավատում, հասկանալի է։ Սեպտեմբերի 29-ին ասեց Վարշավայում, որ 1 ամիս անց մենք երևի կտանք հայտը։ Այսօր նոյեմբերի 8-ն է։ Ես չգիտեմ Վարշավայում ինքը կոնկրետ ոնց է ասել, ես լսել եմ Deutsche Welle իր Այո, Deutsche Welle-ն Էգերտեն ասել է մեկ ամիս չի ասել։ Իրեն ասեց, ուրեմն ասեց հաջորդ ամիս կամ 1 տարի անց։ Ես բառացի հիշում եմ։ Լրագրող իրեն հարցեց, ասեց իմ խողովակները դիվանագիտական Հայաստանից ինձ ասել են, որ Հայաստանը մյուս տարի պատրաստվում է հայտ ներկայացնել։ Արադ Միրզոյանը ասեց կարող է եւ այս տարի ներկայացնենք, չասեց մի ամսից։ Ասեց կարող է եւ այս տարի։ Ասեց մի ամսից կամ 1 տարի անց, բայց խնդիրը հա, այսինքն կամ 1 տարի անց կամ այսինքն մի տարվա մասին է խոսքը։ Հիմա դուք ասում եք մի ամիս։ Ես ասում եմ, որ նա դա ասել է 40 օր առաջ, 40 օր առաջ ասել է 1 ամսից կամ 1 տարի անց։ Եթե ասում եք կամ մի ամիս կամ 1 տարի, ուրեմն խնդրում եմ մի ամիս ասելուց նաև այդ 1 տարին ասեք, որ ազնիվ լինի մարդու խոսքերը փոխանցելը ճշգրիտ է պետք։ Այդ խոսքերը ես անգիր եմ արել այդ խոսքերը, որովհետև մի հիշում հիշեցնեմ նաև նոր ասեցիք, դուք ասեցիք կամ 1 տարի կամ 1 ամիս։ Այսինքն չի կարելի մեղադրել 1 տարի 1 ամսում չանելու համար, եթե ինքը ասել է նաև կամ 1 տարի։ Ինձ 1 տարին էլ է բավարարում։ Եթե 1 տարվա ընթացքում իրենք հայտը ներկայացնեն, ես կծափարեմ, ավելի լավ կաջակցեմ իրենց եվրոպական Եթե գործընթացներին։ ինձ համար շատ հետաքրքիր է։ Եթե այդ իրականությունը մենք տեսնենք մեր աչքերով։ Դուք միայն վատին եք սպասում, դրա համար այս մի դեպքում էլ լավին սպասեք, էլի, մանավանդ որ բառացի ասում է։ Ես ոչինչ չեմ սպասում, ես աշխատում եմ, որ դա լինի, եւ մեր ճնշումները, ինչպես նաեւ հանդիպումները Եվրոպայում, Եվրախորհրդարանում, որտեղ մենք ուղիղ ասում ենք, որ մեզ եւ ձեզ խաբում են։ Մարտակոսը այսօր ասեց Վրաստանի մասին։ Մենք տեսնում ենք, որ վրացական կառավարությունը, որը խոսում է եվրոինտեգրման մասին, Հայաստանի մասին չի ասում, գուցե չի հավատում դες։ Եթե դուք ես հավատեմ։ Գուցե ձեզ չի Ես հավատում։ Մարտակոսին գրել եմ եւ գրել եք, բայց չի հավատում, թե չէ կասեր Հայաստանն էլ է խափում։ Վաղը նա դա էլ կասի։ Այ հենց որ ասի այդ ժամանակ խոսենք։ Ախ, դուք նորից եթե եք։ Ես վստահ եմ, որ չի ասելու այդպեսի բան։ Դուք վստահ եք։ Որտեւ իրենց Բարսաշյան պաշտոնյաները գոհ են այն ընթացքից, որ Հայաստանը գնում է։ Հակառակը երբեմն նույնիսկ ասում են մի քիչ տեմպը նվազեցրեք։ Շատ լավ, ամփոփելով, բայց խնդրում եմ հաշվի առնել, որ յուրաքանչյուրը քան որ ամփոփիչ խոսք է, չէ՞ կարող այլևս մեկը մյուսին արձագանքել, քանի որ սկսեցինք ձեզանից պարոն Խոշոյցյան փակում հնարավորություն տանք պարոն Խզմալյանին։ Պարոն Խոշոյցյան, դուք ինչ եք կարծում, արդյոք Հայաստանը իշխանությունները գնում են այն ճանապարհով, որպեսզի մենք ունենանք ինքնիշխան, անվտանգ Հայաստան, թե ոչ։ 2 րոպեի շրջան։ Իմ ամբողջ ասածից դա էր բխում, 2 րոպեի կարիք չկա, այո։ Պարոն Խզմալյան։ Ոչ։ Եվ հենց դա է պատճառը, որ 8 ամիս առաջ ընդունված օրենքը չի իրականացվում, չի կատարվում, օրենք չի կատարվում։ Եվ վերջին 6 ամսվա ընթացքում ես շատ ուշադիր հետևելով իրադարձություններին եկա եզրակացության, որ Հայաստանը այստեղ մտել է վրացական ճանապարհին այդ ուղիով է գնում եւ որ այն նույն ծրագիրը, որ իրականացվեց Իվանիշվիլիի միջոցով Վրաստանում հիմա իրականացվում է այսպես կոչված Կիրիենկոյի պլանը Հայաստանում, պարզապես Փաշինյանը համոզեց Պուտինին, որ պետք չէ բերել Իվանիշվիլիներ, ոչ Ռուբեն Վարդանյանին, ոչ Արա Աբրահամյանին, ոչ Սամվել Կարապետյանին, մենք կարող ենք պայմանավորել։ Ես կանեմ այն, ինչ դուք ցանկանում եք։ Մենք կկատարենք այդ պայմանները։ Ես եզրափակում եմ, ես չեմ հավատում, ոչ թե այն պատճառով, որ ես հոռետես եմ, ես պարզապես իրատես եմ եւ տեսնում եմ, որ Հայաստանը շեղվել է եվրոինտեգրման ճանապարհից։ Շնորհակալություն պարոն Խզմալյան, շնորհակալություն պարոն Խոշոյցյան բանավեճի համար։ Հարգելի դիտողներ, հիշեցնեմ, որ եթերում բանավիճում էին Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը եւ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խոշոյցյանը։